Կոկորդիլոս թռչուններ Ծառուկյանի առույցներին քննացրել են Ժամեր անց սատկել է։ Սուպերմենը։ Թքի միջոցով Սատուրյանի գործից տեղյակ չի։ Դուք ոչ մի գաղտնիք չունեք։ Բարև ձեզ եթերում Arm Comedy-ն է լուրեր առանց կողմնակի հետևանքներին։ Որպես նախավարժակ մի հատ մտնում եք լայք եք անում նախապես զգալով ինչքան լավ բան է ձեզ սպասում, հետո ասում եք մյուս level subscribe ու վերջում դրակոնի աշխարհը միանում եք մեր Patreon-ին, որտեվ ամենավերջում OnlyFans-երի համար topless, well bottomless, մենք քննարկում ենք թեմաներ, որոնք շատ զգայուն են։ Հա, բարեկամներ, այդ դասքում Հայաստանը Սևանի ափին պատրաստվում է ինչին։ Sevan Startup Summit-ն է գալիս երի բարեկամներ, որտեղ լավագույն ստարտափները, ուղեղները եւ ինվեստորները հավաքվում են մեկտեղ եւ ով է գլխավոր հովանավորը։ Եվ այսպես սիրելի բարեկամներ ստիպված ենք սկսել տխուր լուրից, իրոք տխուր լուրից։ Նախորդ հաղորդման մեջ մենք իմացանք, որ Ծառուկյանի առույցներին քննացրել են, հիշում եք։ Հա, որ պետք է տեղափոխեին գազանանոց։ Well, առույցներից մեկը չի արթնացել։ Ինչքան ուզում ա թող քնի օրգանիզմը կազդուրվի, վերջո Չի շոկա դա։ հասկանում, չի հասկանում։ Առյուծը անկել է, անկում է ապրել։ Ոչինչ, ինքը կատված գանք, եթե ընկնիել, հետո մեկը կարա վերկանա։ The bitch is dead, Narek. The bitch is dead. Գագիկ Ծառուկյանի էքարյուծը կենթանաբանական այգի տեղափոխվելուց ժամեր անց սատկել է։ Okay, լուրը իրոք տխուր է, բայց եկեք տեսնենք դրականը։ Զատո այն մյուսները արթնացել են։ Վագրերն էլ հետը, ոչ մի վագր չի անկել ընթացքում։ Իշխանությունը հերքում է, որ սա կրյոսնի ածեցի ձևով ինչ որ մեսիջեր Ծառուկյանին։ Տենց կարծիք էր։ Իհարկե, գլները տենց կարծիք նայում, ինչպես նաև Ned Stark-ի գայլը, որ մեռավ հետո հիշում ես։ Մի խոսքով, չէ, մահվան պատճառը ըստ իշխանությունների լրիվ ուրիշ է։ տեղափոխման ժամանակ տարիքից եւ ուղեկցող հիվանդությունների արդյունքում անկել է էքարյուծը, մյուս բոլոր կենթանիները նորմալ տարել են նարկոզը։ Տեսակ, պաշտոնական վարկածով քացը ծերու հիվանդ էր։ Քացը։ Դա նորմալ կենթանական տերմին է, աղջիկը էդի քացն է։ Старая сучка была больной։ Ինչևէ, Մայր Հայաստան կուսակցությունը տոլի խմբակցությունը սրա մասին հատուկ էքսպերտային կարծիք ունի։ Այո, էս ալնելու այսօրվա կարևոր թեման։ Այնպիսի դեղորայք են սրսկել, որը որ ժամկետ անց է եղել, ու սրսկողը ըստ էլի օթում կախված լուրերի եղել է այնպիսի մի անձնավորություն, որը որ շատ փոքր ստաժ է ունեցել նման աշխատանք կատարելու համար։ Հոբ ջան, ըստ օթում կախված լուրերի այդ են ֆրազն է, որ մենք օգտագործում ենք ցանկացած տրոց սղացնելու համար։ Բայց վերադառնանք կենթանիներին եւ այսպես ասում են, որ մենակ առյուծներով չի սահմանափակվելու ամեն ինչ, կան էլի անասուններ, որոնք իրեղեն ապացույց են։ Քննչական կոմիտեից հաղորդում են Ծառուկյանի առանձնատանը պահվող մյուս կենթանիները նույնպես կարգրավվեն։ Կոկորդիլոս թռչուններ ու ինչ-որ ոչխարներ։ Վայրի ոչխարները, եղնիկները վանդակում չեն, ինչպես պիտի բռնեն կենթանաբանական այգու փոխտնօրենը չի պատկերացնում, իսկ 9 կոկորդիլոսները նախ այգում այդքան տեղ չունեն, դրանից բացի այս գիշատիչներին քնեցնել չի կարելի, պիտի նախ հաջողացնեն բռնել։ Հիմա քնչական ու ԱԱՑ-ն Ծառուկյանի կալվածքում պետքա բռնեն ոչխարներ եւ եղնիկներ, ուրա The Guardian-ի լրագրողը երբ նա այդքան պետքա։ Ուրա Նիկոլայ Դրոզդովը երբ նա այդքան պետքա։ Իսկ այդ ասկում կոկորդիլոսները իսկական մղձավանջ են դառնում։ Նախ այգում այդքան տեղ չունեն, դրանից բացի այս գիշատիչներին քնեցնել չի կարելի, պիտի նախ հաջողացնեն բռնել, գրկել ու տանել չգիտեն ուր։ Մենակ արաբկիր վարչական շրջան գրկած չբերեք, please։ Բայց ինչ որտեղ տանել փորձեցին։ Հրապարակի տեղեկություններով 3 հուլիսի 8-ին քննիչները այն աշխատակիցների ուղեկցությամբ գնացել են Ծառուկյանի տուն կոկորդիլոսների հետևից, նրանց եւս կենթանաբանական այգի տեղափոխելու նպատակով։ Գիշատիչներից մեկը չհանդուրժելով ստեղծված իրավիճակը փորձել է հոշոտել իրեն մոտեցած այն աշխատակիցներից մեկին, սակայն այնականը պլստացել է կենթանու ճանկերից։ Կոկորդիլոսը հասցրել է կծել նրան։ Բայց սա ամբողջական պատմությունը չի, նայեք, սկզբից բան գնաց, լուր գնաց
գնաց որ փոչով կոկորդիլոսը տվել է այն աշխատակցի հոնքին։ Հետո գնաց այս լուրը, որ համել կծել է, հետո ներքին գործերի նախարարությունը հերքեց, որ կծել է, այսինքն փոչով ճակտին առեղծվածը մնում է չերկված։ Okay, իսկ այդ ընթացքում մի փոքր հիերարխիայով բարձրանանք, որովհետև բերմանը ենթարկվել նաև արքաների արքան։ Դե վсё, կարելի ասել, որ Փաշինյանը սկսեց ռեպրեսիաներ ընդդիմության դեմ։ Բայց կարելի է նաև ասել, որ ընտրություններից հետո Փաշինյանը սկսեց նախընտրական խոստումների կատարումը։ Ուղղակի okay, նենց է ստացվել, որ նա խոստացել էր հենց ռեպրեսիաներ։ Լավ, մի հատ եկեք վերհիշենք, էլի, ով ինչ էր խոստացել։ Թող գա մտնի Մարուցի մոտ։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում։ Ո՞ր ծառյուծի մոտ։ Իրա պատիժը դա պետք է լինի։ Հետդ էլ որց կլինի անպայման խոստանում եմ։ Թող գա իրա խոտով մտնի Արուցի բունը ու դուս գա։ Խելքդ գլուխը թավակել, մեկ քեզ հաշիվ տու դու ով ես ընդհանրապես եւ ում հետ ես խոսում։ Հիմա եթե Ծառուկյանը հանկարծ ընտրվեր ստանար, մեծամասնություն լրիվ ուրիշ մարդ էր ապրելու լրիվ ուրիշ վանդակի մեջ։ Բայց արդյոք կարիք 70 տարեկան մարդուն այդ մասկի շոն այդ ձևով անելի, չէ՞ որ ինքը դուրը բացել էր, ինքը գալու էր։ Вообще հա, շատ արագ մոռացավ Նիկոլը, որ Ծառուկյանն իրենց ջուրա բերել հեղափոխության օրերին։ Ջուրը մոռացաք, հարամ լինի այդ ջուրը ու հարամ լինի Ծառուկյանի ձեռնաշղթաների լայնություն որոշող ատյանը։ Հայ իրավապահ համակարգի BDSM պարագաները նախատեսված չեն ձեռնամարտի աշխարհի չեմպիոնների համար։ Իդեպ չեմպիոնների մասին ԲԿ նկատեց, որ ոչ բոլոր չեմպիոններն են աջակցություն հայտնում Ծառուկյանին։ Այսօր Ծառուկյանի աղմկոտ գործի շուրջ հատկապես մարզիկների լռությունը զարմացնում է Արման Աբովյանին։ Ես չեմ կարող քննարկել մի գործընթաց, հա, որը ընդհանրապես դուրս է, հա, մարդկային բոլոր բարոյական նորմերից, Աստված իրանց պահապան, այսպես չի լինելու։ Վաղը մյուս օրը նայելու եք այդ մարդու աչքերի մեջ, ո՞նց եք նայելու։ Ո՞նց։ Տներ, բնակարաններ, պրեմիաներ, то չգիտեմ ինչ։ Ո՞նց եք նայելու։ Դե ոնց որ մարզիկների ամբողջ հույսն էլ այնա, որ երբեք առիթ չի լինի նայելու նրա աչքերի մեջ։ Ու вообще Իստում Աբովյանը այստեղ շատ նուրբ նյուանս է բարձրացնում, որը չի հասկանում, որ բարձրացնում է։ Մարզիկները, որ այսքան տարի մեզ թվում էր, որ իրեն սիրում են, իր կերակրած կաթով են մեծացել, պարզվեց նիխա։ Իսկ գուցե դա նշանակում է, որ երբեք ոչ մեկ Ծառուկյանին չի սիրել ու ուղակի մի փոքր վախեցել էին, մի փոքր էլ ոնց որ փողի, նիվաների ու բնակարանների ֆակտորներ, այլ ոչ թե իրական սերը։ Ոչինչ, գուցե սպորտսմենները չաջակցեցին Ծառուկյանին, բայց նրան աջակցեց Սուպերմենը։ Սուպերմենը։ Ու ամենամոտ բանը, որ մենք ունենք Սուպերմենին։ Ծառուկյանը իմ ընկերն է, ես իր համար աղոթել եմ այսօր։ Գիտեք ինչա, ես էլ եմ լիքը տենց դատվել, բռնվել սաղկյանքս։ Դատական process է, կարդարանը կհերնի։ Super Sacco in the house, շատ անսպասելի, լավ լուրով Ծառուկյանի համար։ Մի խոսքով լոսի հայկական շոու բիզնեսը վստահ է, որ արդարացնելու են Ծառուկյանին։ Հաստատեմ, որ ինքը տենց լիքը բաների մեղավոր չի, կամ չգիտեմ, նայած։ Սակ ջան, մի հատ վերջնական իտոկ տուր, վերջ այս մարդը մեղավոր է, թե չէ։ Էլի, քանի մի հատ բռնացրել են Super Sacco-ին, հասկանանք երկրի դատա իրավական վիճակը ընդհանուր։ Տենց է, օրենք կա, օրենքը գործում է այս երկրում, բոլորս է ինչ որ եթե սխալ բան արել ենք, պիտի պատասխան տանք, եթե չենք արել, չէ, կարդարանանք ու կահելնենք։ Ոչմ շատ դժվար վիճակում է Super Sacco-ն մի կողմից այն կողմի հետ է շատ լավ, մյուս կողմից այս կողմի հետ է շատ լավ ստիպված, վերջը հույսը պետք է դնել օրենքի վրա, թող օրենքը որոշի։ Բայց այդուհանդերձ մալադեց Super Sacco-ին, մարդը գոնե արտահայտվեց։ Այդ ընթացքում սև ամպերը կուտակվում են մեկ այլ բարերարի վրա, այս անգամ ազգային բարերարի։ Փողոցային պայքար մեկ անգամ եւ վերջնական անպայման լինելու է դատական նիստից առաջ հայտարարել է Սամվել Կարապետյանը, ընդդիմությունը երբ է ձևավորելու միասնական մարմին, ինչպես հայտարարել են, Ռուսաստանաբնակ գործարարը նշել է, որ Stop, okay, ստեղ ուղղակի հետաքրքիր է, էլ ինչքան պետք է այս մարդը Երևանի բանտերում ապրի, որ էլ չներկայացնի
կրկնեք նրան Ռուսաստանաբնակ։ Այս մարդ արդեն 5 տարուց ավել է ոչ մի ձև Ռուսաստանաբնակ չի, նույնիսկ Կիպրոսաբնակ չի։ Լավ, եւ այսպես նախկին Ռուսաստանաբնակ բարերարը խոստանում է փողոցային պայքար, որովհետեւ հունիսի 8-ին բոլորս միասին ինչ չունեցանք Ուժեղ Հայաստան։ Բինգո։ Փողոցային պայքար անպայման լինելու է մեկ անգամ։ Եվ վերջնական։ Հա, այստեղ ճյուղները կարող են տալ հարց, եթե հույսը փողոցային պայքարն է, ապա ինչու եք վերցնում մանդատները։ Այստեղ բարձ կդառնա, որ այդ մարդիկ պարզապես չեն հետևում Նարեկ Կարապետյանի բացատրական վիդեոների շարքին, որտեղ ինքը սաղ բացատրում է։ Մյուս հարցը, որ մեզ տալիս են, վայելեք մանդատները։ Սիրելի հայրենակից, այդտեղ վայելելու բան չկա։ Դա ուղղակի տոմսա դեպի կալանավայր։ Բայց պրինցիպիալ մի հարց վաղը Հայաստանի փողոցում հարյուրավոր մարդիկ են։ Հարյուրավոր մարդիկ։ Ով է սխմելու կնոպկեն, որ էսի գնա։ Ով է այս մարդկանց ճամփելու, ով է ազգային ժողովում սխմելու կնոպկեն։ Вообще շատ տուպոյ ընտրված ժողովուրդը բաժին ընկել Նարեկին չեն հասկանում այս մարդիկ այս ընտրված ժողովուրդը եվրեներից հետո որ երբ փողոցում հայտնվեն մարդիկ ով է մեկը պետք է սեղմի այդ կոճակները ինչը չեղավ սրբազան պայքարի ժամանակ երբ այդ նույնը եղավ փողոցում մարդիկ էին Իսկ ինչ իմանանք որ այս անգամ կլինի ինչին սպասենք կոնկրետ Դրա համար մի քանի տրիգերներ են պետք Մենք ուշադիր ենք լինելու Այդ տրիգերների արկայության դեպքում կլինի թե փողոցային պայքար, թե ազգային ժողովում պայքար։ Ինչ տրիգեր, ասեք, որ մարդիկ իմանան ինչ տրիգեր տան, գուցե փողոց դուրս գալն է։ Մի րոպե, вообще-то մեզ ընտրությունից հետո խոստացաք համերաշխության հանրահավաք անել ընդդիմադիր ուժերի հետ։ Չնայած դրանից առաջ էլ խոստացել եք, որ կդառնաք իշխանություն հունիսի 8-ին, so Հերիքը անհարմար հարցեր տակ Կարապետյանին, դա ՀՄԻԿ-ի գործն է։ Լուրերը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստից հետո ճեպազորույցի ժամանակ Կարապետյանը հայտարարել էր, որ եթե Վարդևանյանը սահմանադրական դատանում այսպես ասած գաստա, ինքը վարչապետ կդառնա, ինչ պատահեց։ Վարդևանյանը իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց այնտեղ Զապարոժեց էր կանգնած։ Ու դուք չգիտեիք, որ այնտեղ Զապարոժец է։ Դուք լավագույն վերլուծաբաններով, տո Ռոբերտ Ամստերդամներով, չգիտեք, որ ՍԴ-ն կարա մի փոքր իշխանամուտ լինի։ Ու դա լրիվ օքեյ է, որովհետև Եվրոպան աջակցում է Նիկոլին, բայց միաժամանակ Նիկոլը Ռուսաստանի մարդն է։ Ինչ խիեմ տրամաբանական բաներ ասում, որովհետև այն առույցի հետ քնացրել նաև մորաքույր տրամաբանությանը։ Կարապետյանը անդրադարձավ նաև անձնագրում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության նշում ունենալու մասին շրջանառվող լուրերին, նրան հարցրին, թե այդ նշումը ինչի հետ էր կապված։ Փաշինյանի պատվերով։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը կարող էր այդպիսի պատվեր տալ ռուսական կառույցներին։ Կարապետյանը պատասխանեց. Ինքը նորմալ դեր ունի այնտեղ։ Մի կասկածեք նորմալ հնարավորություններ ունի այդ կառույցներում։ Նիկոլը FSB-ի մարդն է, որին ստեղ ուղարկել են Կիպրոսահայերի քոքը կտրելու համար։ Բայց Կիպրոսահայերը ունեն իշխանության գալու գաղտնի պլան։ Ինչքան գաղտնի։ Հույժ գաղտնի, Սերգեյ, հույժ։ Հեսա կպատնե։ Մարզերից սկսելու ենք, մասնակցել ենք բոլոր ոչ բոլոր, հիմնական թիմ ընտրություններին, դա լինելու է մեր գաղտնի ծրագրերի մաս։ Նայեք, գաղտնի բառը ունի իմաստ, այն որ եթե դուք ոչ մեկին ոչ իման չասեք, մասնակցեք թիմ ընտրությունների, հաղթեք, գաք իշխանության ու ասեք, ահա, չեք սպասում, որտեվ դա գաղտնի էր։ Բայց երբ պատմում եք այդ գաղտնի պլանի գոնե մի մասը, այդ մի մասը էլ չի լինում գաղտնի։ Ադե ոչ բոլոր գաղտնի պլանները պատմեց, օքեյ, անցանք առաջ։ Հիշում եք, որ Ռուսաստանի ագենտ Փաշինյանը գնացել էր Ռուսաստան։ Այդ անցանք առաջներ։ Հա, հիշում եք, որ գնաց ու հանդիպեց Միշուստինի հետ, այդտեղ շատ կարևոր նյուանս կա։ И, конечно же, мы заинтересованы в нашем участии в Евразийском экономическом союзе. Ինչ տիպի դաբրոտնի քաքաթափում Միշուստինի դեմքից ու ինչ։ Դե մի փոքր անց ստացանք Փաշինյանի խոսքի լեզվաբանական վերլուծությունը, թարգմանությունը, այո, լեզվաբանական գիտությունների հոպարը բացատրեց ինչ էր ուզում Հարցը սուղում են բոլոր նրանց, ովքեր մի քանի տարի առաջ ասում են, որ Եվրոպան առանց ռուսական գազի կմրսի։ Հիմա էլ ասում են, որ Հայաստանը եթե մնաց առանց ռուսական գազի ամեն ինչ սարսափելի կլինի։
Ոնց է կետ առանց բենզին նստած։ Okay, իսկ կարող ենք թարգմանության վիդեոն դնել բուն Միշուստին Նիկոլ հանդիպման վիդեոյի վրա, որ հասկանանք ինչի մասին էր խոսում Նիկոլը, որ տենց քաք էր տապում Միշուստինի դեմքից։ Ախի չեն կարող։ Ոնց է կետ առանց բենզին նստած։ Ոնց է վիճակը, կարում եք ձեր հպարտություն զավթված գրիմում բենզին ապահովել մարդկանց 2.5 միլիոն բնակչություն մնացել առանց բենզինի, որտեղ ուկրաինացիք ձեզ կզցրել են, որովհետև դուք մենակ մեծ խոսալ գիտեք։ Տենց այդքանը։ Ինչքան ինտելիգենտ մարդ է Միշուստինը, Նիչե վերջ խելոք լսեց ու դաժե չնեղացավ։ Ոնց կարա նեղանա Ռուսաստանի ագենտնա Փաշինյանը ըստ Կարապետյանի։ Կարապետյանը մենակ դա չի ասել։ Ռուսամեդը Ռուսաստանի հայ իշխանությունների Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի իշխանությունների դրածում Ռուսամեդ ինքը արևմուտքին ասում է ես ձեր լիմոնադնի Ջոնն եմ, ռուսներին ասում է ես ձեր Նիկոլայն եմ, հիմա ով ինչքան հավատում է, այդքան էլ հավատում է։ В общем, սաղին ֆրցնում է Նիկոլը, ում ոնց ուզում է օգտագործում է, ու вообще ով է լիմանադնի Ջոնը։ Ջո, լիմանադնի Ջո, չես տեսել կինոն, վեստերնի կլասիկա է լիմանադնի Ջոն։ No, չեմ տեսել։ Okay, գնամ նայեմ։ Իսկ այդ ընթացքում, okay, եկեք ինչ-որ տարօրինակ լուրերով բարձրաճրենք այս շատ տրամաբանական լուրերը։ Եվ այսպես հանրապետականը մեզ նվիրեց 7 րոպե Մարգարիտ Եսայանի հետ։ Նախ այս հաղորդումը տևում է 4 րոպե 16 վայրկյան, խիա կոչվում 7 րոպե Մարգարիտ Եսայանի հետ, ով է ներս այլեն մնացած 3 րոպե 24 Արա դե կարող է 7 րոպե ա եղա, հետո անկապ ձանձրալի մասերը հանել են, մնացել է 4 րոպե 16 վայրկյան ընտիր կոնտենտ։ Okay, ամենահետաքրքիր մասերն են թողել մենակ։ Այդ ինչ որ մեկը մինչ ընտրությունները հոխորտաց, հայտարարեց, որ բոլորիդ բռնելու է, փակելու է բանտերում, փտելու է բանտերում եւ ինչ կուզի ինքը կանի։ Հիմա այդ ինչ որ մեկը անում է, ինչ որ ուզում է, եւ մենք բոլորս հետ միասին մնացել ենք իրադարձությունների լուր վկան։ Դե այդքան էլ լուր վկա չենք, եթե կարողանում ենք 7 րոպե Մարգարիտ Եսայանի հետ խոսել ռեպրեսիաների մասին։ 4 րոպե 16 վայրկյան, համարյա լուր։ Okay, դե միանգամից հասկանանք ով է մեղավոր։ Որևէ քայլ, որևէ ընդվզում, որևէ հակաքայլ մենք չենք անում։ Ես նկատի ունեմ եւ հայ ժողովրդին, եւ ընդդիմադիր ժողովրդին, եւ առհասարակ բոլորիս։ Սիրելի ժողովուրդ, արդյոք դուք համակերպվել եք այս հայկական ժամանակի հետ։ Կարծում եմ ոչ։ Բայց ոնց որ այդ ժողովուրդը համակերպվել է։ Հիմա դուք ունեք 7 րոպե, որ արթնացնեք ժողովրդի արդար ցասումը։ Ոտքի հանեք իրանց։ 4 րոպե 16 վայրկյան։ Տեխնիկապես հա։ Դուք չեք բողոքում։ Մենք չենք բողոքում։ Ծիրանը չի բողոքում։ Հայկական լոլիկը չի բողոքում։ Չեմ նկատում, որովհետև այդ համբալ լոլիկը եւ Ծիրանը չեն իրանց դրել են բանջարեղենի տեղ ու չեն ընդվզում։ Հարց, խենք սա նայում։ Որովհետև սա 7 րոպեն է Մարգարիտ Եսայանի։ 7 րոպե, որը нам не дали, պակասորտ կաստը։ Որտե են 2 քանի րոպեն ուրա ինչ են արել։ Իսմա մատնաստե խար, որտեվ 7 րոպեում Մարգարիտ Եսայանը կանցներ խորթան, բայց արքին 4 ու 16 ու չի անցնում։ Վերջում հորդոր Ուրսուլային։ Լավ կլիներ, որ Եվրամիություն ծիրան, այսպես կոչված շակերտավոր արտահանման փոխարեն կամ արտահանմանը զուգահեռ Տիկին Ուրսուլան իր հետ տաներ մի քիչ հայկական դեմոկրատիա։ Մի քիչ հայկական ժամանակի այս դեմոկրատիան։ Ես կուզենայի լսել Ուրսուլա ֆոն դեր Լայենի պատասխանը 7 րոպե Մարգարիտ ֆոն դեր Եսայանի հաղորդմանը։ Հա, տեսնենք ոնց է դրա տակից դուրս գալու Ուրսուլան։ Դե ինչ, սպասենք հաջորդ 7 րոպե Մարգարիտ Եսայանի։ Հիմա չենք հեռանում, որովհետև երկրորդ մասում ձեզ բոլորից սպասում է բոնուսային հրաշալի առողջապահական ինչ-որ նորամուծություն, ինչպես նաև Փաշինյանը վերջապես ֆիդբեք է տալիս Ծառուկյանի հետ տեղի ունեցածին եւ Լուր Ավինյանից։ Ինչ
Ինձ հաճախ հարցնում են, Սերգեյ, ինչպես խնայեմ գումար, որ համելաճի, իսկ ես չգիտեմ։ Իսկ մեր գործընկեր Fast Bank-ը գիտի դրամով ամենաբարձր 10-25% անվանական տոկոսադրույք 367-ից 550 օրվա դեպքում։ Իդեպ ավանդ կարող եք դնել նաև դոլարով եւ եվրոյով։ Հիմա ամենահավես պահը, եթե ընթացքում նոր գումար օրինակ, անպայման չի նոր ավանդ բացեք։ Գործող ավանդը կարող եք ցանկացած պահի համալրել ու շարունակել հավես խնայել։ Ու ամեն ինչ առանց հերթերի եւ առանց թղթաբանության, ամեն ինչ կարող եք կառավարել, համալրել, ինչ ուզում եք անել, որտեղից ուզում եք, ցանկացած տեղից Fast Bank-ի մոբայլ հավելվածով։ Եթե դեռ Fast-ի հաճախորդ չեք, դրա լուծումն էլ կա։ Մի քանի րոպեում ամբողջությամբ on-line կարող եք դառնալ Fast Bank-ի հաճախորդ ու նույն հավելվածից անմիջապես սկսել խնայել։ Այսինքն ես ճիշտ հասկացա, որ ընդհանրապես մի քանի հպում ու իմ խնայողությունները սկսում են աշխատել իմ համար։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանին վերջապես հարցրեցին Ծառուկյանի շուրջ ծավալվող դեպքերի մասին։ Իսկ Փաշինյանը, որը հիշեցնեմ նախորդ շաբաթ շատ կրկոտ բաներ էր խոստանում եռագլուխ հրեշին նստացնելու հարցում, շատ անսպասելի իրան պահեց։ Ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանի հետ կապված իրավիճակին, եթե ես չեմ սխալվում, իսկ կարող եմ սխալվել, որովհետև շատ մանրամասն չեմ տիրապետում։ Շատ մանրամասն չի տիրապետում այդ գործին, այդ բանի, Ծատուրյանի գործից տեղյակ չի։ Ծատուրյան չէ, Ծառուկյան։ Հա, Արման Ծառուկյանի գործին вообще չի հետևել։ Արման չի։ Իրան։ Մի խոսքով, ինքը ծանոթ չի այդ գործին, եղավ։ Քրեական գործը, որով գործընթացները հիմի տեղի են ունենում, հարուցվել է դեռևս 2025 թվականին օտար երկրյա ներդրողի դիմումի հիման վրա։ Եթե ես չեմ սխալվում, ինչքան գիտեմ, ինչքան հասկանում եմ, հենց դա է տեղի ունեցել եւ նրբությունը դա է։ Օտար երկրյա ներդրողի դիմումի հիման վրա։ Եվ այդ դիմումը վերաբերվել է նրան, որ այսինքն քննչական կոմիտեն ինչքան գիտեմ հաղորդագրություն, այսինքն տեսա լուրերում, որ հաղորդագրությունն է տարածել, բովանդակությունը կիսել է։ Ես շատ մանրամասներ, քանի որ չգիտեմ, կարող եմ սխալվել, դրա համար չեմ վերարտադրում։ Okay, ասենք թե Ծառուկյանի հարյուրավոր ինչ-որ բիզնեսներից մեկում ինչ-որ իրանցիների հետ խնդիր ա եղել։ Ոնց է սա բերում նրան, որ հազարավոր երեխեք Օլիմպիադան չեն կարող գնալ։ Հարյուրավոր պոնչոներ դուրս են մնում մուլտիվելնեսից ու շարունակում են պոնչո մնալ։ Տասնյակ զուրկեր, որ պետք է փառավոնում ամուսնանային, շարունակում են ապրել մեղքի մեջ։ Ու դե այն տեսարանն է, էլի, որ սենց պարկացնում են քանի հոգով այդ մարդուն, որը արդեն պրինցիպի դուրը բացել էր օքեյ էր, հետո այդ մարդը Հիսուսա սարքում։ Ես ձեր նկարագրած տեսարանները չեմ տեսել, որովհետև դրանք ինձ չեն հետաքրքրում։ Ես ձեր հարցին պատասխանեցի, ես ձեր նշած տեսարանները չեմ տեսել, ընդհանրապես գաղափար չունեմ, թե ինչի մասին եք խոսում, դրանք ինձ հետաքրքիր չեն։ Դե չի տեսել, ինչ անեք, այդ նույն մարմնի հրապարակած այն մի վիդեոն, որտեղ այդ Իրանի քաղաքացիների մասին պատմում է, այդ վիդեոն տեսել է, բայց այն մյուսը չի տեսել։ Դե ուղղակի լավ ինտերնետը չի բռնում կառավարությունում, այդ մասը չի տեսել։ Իսկ ինչ վերաբերվում է ասֆալտին փռելու եւ ոչ միայն փռելու հրահանգներին, այդ հրահանգները տրվել են շատ վաղուց եւ հարցը թե ինչու այդ հրահանգները միջև հիմա չեն կատարվել։ Այսինքն հարցը տեղ է, ինչու այդ հրահանգները նախկինում չեն կատարվել։ Ինչ որ ասել եմ, ինչ որ ասել եմ, պետք է դառնա իրականություն, որովհետեւ այդ թվում են պատճառով, որ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին եւ դրա օգտին է քվեարկել։ Նո, բայց համել ոչ որ պետք է օրինական լինի, չէ՞, ամեն ինչը։ Մեր եվրոպական արժեքները, որ դες գրկել են, ինչ են ասում, երևի հա, բացառությամբ Կրեմլի ագենտների։ Գնացինք առաջ։ Այսպես կոչված Արմքոմեդու ամեցքը, ինչպես դա անվանել են տոլի լրագրողները, տոլի մենք արդեն չեմ հիշում։ Մի խոսքով հիշում եք, չէ՞ որ Վահան Քերոբյանը եկավ մեր ոդկաստ նախարար ժամանակ ու դրանից կարճ ժամանակ հետո էլ նախարար չէր։ Այ դա շարունակում է գործել։ Բայց սկեպտիկները կասեն, բայց ոնց թե ուրիշ նախարարներ են եկել, օրինակ Մխիթար Հայրապետյանն է ձեզ հյուր եկել։ Արմքոմեդու ամեցքը հա կարող է մի քիչ ուշանում, հա, բայց երբեք չի վրիպում։ Մխիթար Հայրապետյանը քննարկումների արդյունքում ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության կազմում։ Տեսակ, էլ նախարար չի լինի։ Դե չի լինի, բայց իր կամքով է գնում։ Հա? Քվանշեմ եւս մեկ օրինակով։ Այդքան որ ասում եք Ալեն Սիմոնյանին ինչի է կանչել։ Վերջը տեսակ ինչ եղավ։
Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագրի մասին խոսք չի կարող լինել, որովհետև խոսք քաղաքական ճակատագրի մասին չի, խոսքը հետագայում նրա ներգրավվածության ձևաչափի մասին է։ Հիմա քննարկում ենք, մտածում ենք, լուծումներ կլինեն, դրա մասին կտեղեկացնենք։ Վատա, իդեպ մյուս շաբաթ էլ Արսեն Թորոսյանն է գալիս։ Այդ լոգիկայով Ավինյանն էլ պետք է արդեն ճանապարհացելներ։ Բասի, հոп։ Քանի Ավինյանը անում է վարչարական տերոր ու կաշիները խոստացել քերտել, հələ որ թող մնա։ Հիմա երևի մտածում եք, բա ինչի եք այդ բարերը ինչ որ փակում։ Բանն այն է, որ հայ պաշտոնյաները այնքան մանրամասն կոնկրետ բռնություն են նկարագրում, որ YouTube-ը ով փոխաբերական իմաստ չի հասկանում, կարա բլոկի պաշտոնյաների Եվրոբաստիոնի պաշտոնյաների խոսքը, որը այդքան որոշակի բռնություն է ընդհանրում։ Արա հա էլ ինչ որ ասենք ինչ որ եվրոպական պաշտոնյայի համար թարգմանեն Ավինյանի այս խոսքը։ What is the mayor saying? We will skin you alive. Այ շատ կուզենամ այդ պահին տեսնել այդ եվրոպացու դեմքը։ Եկեք հերիքա նեգատիվ հորդանք, մի քիչ էլ դրական լուրեր, բոնուսային համակարգը գործի քիչ հիվանդացող կամ вообще չհիվանդացող քաղաքացիների համար։ Նախագծի համաձայն բոնուսային միավորներ կստանան ապահովագրված այն անձինք, որոնք տարվա ընթացքում չեն օգտվել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում հատուցվող բժշկական ծառայություններից, բացառությամբ կանխարգելիչ ծառայությունների։ Բոնուսները կկուտակվեն յուրաքանչյուր քաղաքացու առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրին կցված բոնուսային հաշվին։ Մեկ բոնուսային միավորը հավասարեցվում է 1 դրամի։ Այսինքն, ինչքան քիչ է ստանաբերնում առողջապահական համակարգը, այնքան շատ բոնուս է կուտակում։ Հավատարիմ չհիվանդացող։ Իսկ եթե սաղ տարին դիմացել ես ու արդեն դեկտեմբերն է, բայց գեմարոյ արդեն 3.5 մետր դուրս է եկել, բայց ափսոսում ես գնաս, որ բոնուսային աճոկները չկորցնես։ Այդ դեպքում պետքա թարգես տխելը կամ մի հարես։ Բոնուսների նկատմամբ կկիրառվեն բարձրացնող գործակիցներ, եթե քաղաքացին կամավոր եւ անհատույց արյան դոնոր է դարձել կամ առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից արձանագրվել են առողջ ապրելակերպի բարելավման ցուցանիշներ։ Այդպիսի ցուցանիշներից են նիհարելը, ծխախոտից ու ալկոհոլից հրաժարվելը, մարմնի քաշը կարգավորելն ու այլ առողջարար փոփոխություններ։ Դրանից հետո, որ տեսնում եք ինչ որ մեկը չաղացել է, մի ասեք նրան, ես ոնց որ լծվել ես Վազգենչիկ։ Ասեք նրան, Վազգեն, չես ուզում բարելավել բոնուսային գործակիցդ առողջապահական համակարգում։ Վերջապես այս երկրում չծխողները ինչ որ առավելություն կստանան։ Իսկ ծխողների գործակիցը չեն ուզում մի քիչ իջացնեն։ Ինձ ուրիշ բան է հետաքրքիր, ոնց են բարձելու մարդը իրոք թարգելա ծխել, թե ուղղակի խափում է որ թարգելը։ Դու երևի մոռանում ես, որ ամեն ինչ վերահսկվում է։ Դուք ոչ մի գաղտնիք չունեք, ոչ մի գաղտնիք։ 21-րդ դարում դուք չունեք ոչ մի գաղտնիք։ Այդ գաղտնիքները ազնիվ խոսքի վրա է, որ հորս արև հավատացեք, մենք ոչ ձեր մեսիջները, ոչ ձեր ձայնայինները, ոչ ձեր երաժշտության նախընտրությունները, ոչ ձեր սննդի նախընտրությունները, ոչ ձեր ապրանքի, ոչ ձեր ազնիվ խոսք, պապայի արև մենք ընդհանրապես չգինենք։ Հա, բանկային գաղտնիքը ժողովրդավարության բաստիոնում իհարկե վաղուց ազգայնացվել է, բայց չի կարա այդ շուստրի ծխողը տատու քարտով ամեն անգամ առնի սիգարետը։ Կարա, բայց եթե ինչ որ մեկը մտածում է, որ կարա ֆրծնի պետությանը, ապա նա կթքի բորձորին։ Երբ որ թողնում է ծխելը, Ոնց ենք իմանում, որ թողել է։ ուրեմն կան արագ տեստեր, թքի միջոցով հիմնականում շատ արագ կարող են իրականացվել, անձը մոտենում է իր առաջնային պահպանման օղակ, անցնում է այդ տեստը, թքում է։ Հա, թքում է։ Ալե Սիմոնյանը ոչ չէր ֆայմեր, ասել որ ուղակի տեստ էր հանձնում կասկադում։ Բայց չծխողը ամեն դեպքում կարա ամեն ինչ ֆրծնի։ Մի շաբաթ չի ծխում, գնում թեստը հանձնում է, վերադառնում է ու նորից պարավոզնման բքում է։ Դրա համար առողջապահության նախարարությունը մտածել է ինչ։ Անակնկալ տեստ։ միառժամանակ հետո 3 ամսվա ընթացքում իրեն գալու է SMS, որ խնդրում ենք վաղը կամ մոտակա 3 օրվա ընթացքում եւս մեկ անգամ մոտենալ եւ անցնել տեստ, որպեսզի այնպես հավաստվի, որ հաստատ թողել է ծխելը, որպեսզի այնպես չստացվի, որ թողնի ծխելը բոնուսները ստանա, հետո մյուս օրը նորից սկսի ծխել։ Ոչ հարգելի ծխողներ։ Ծխել իհարկե կկարողանաք շարունակել, բայց թղթաբանությունն է շատացել։ Դրա համար ավելի լավ չի հենց այսօր նատիկ թարգեք դա։ Հա, էլի, թե չկարողա մի օր հանգիստ ձեր համար կինո նայելուց նստած եք, մեկ էլ SMS-ա գալիս, պետք է գաս քես։ Բայց էս պետքա դա։ Հնարավոր է փայտիկին։ Շատ հնարավոր է։ Դե սիրուն չի, դրա համար անցնենք առաջ, բայց չէ, մի րոպե։ Այդ տատու քարտով վճարելու պահը սիգարետը, այ դրա մասին էլ են մտածել։
տատիկի քարտովա ծխախոտ ձեռք բերելու, այդ պետք է ինչ որ ձևով նախատեսենք, որ համենայն դեպս դա ավելի հետագծելի է։ Այդ մեխանիզմները այնքան կոռուպցիոն տեղեր են բացելու, դա լավ բան չի։ В общем, շուտով պետք է ստիպված вообще քեշը վերացնեն, որ կրուտիտի ձև չմնա, եւ իհարկե այդ ամեն ինչ անեն մեր առողջության համար։ Իսկ եթե ընկերոջ համարը առել, այդ ոնց է ստուգելու։ Դոկմեկից մեխանիզմներ ախր այնքան շատ են, այնքան թանկ են, պետությունը փող չունի ապրծպր ծախսի sense բաների վրա, դրա համար հիմա բեզատկած ձև եմ առաջարկում, որը շատ է ժանա ու շնորհակալություն ինձ պետք չի։ Քաղաքացին գալիս է պոլիկլինիկա, հարցնում եք ծխումա թե չէ, նա ասում է չէ, ուստեղ ասում եք շատ փիս քֆուրկ էր հարգելի քաղաքացի։ Նա քֆուր ուտում է, դա տեսա ձայնագրվում է ու պահպանվում է։ Վсё։ Իսկ այդ ընթացքում Ավինյանը շարունակում է սպառնալ։ Էլի կաշիներից է խոս։ Հուլիսի 12-ին ոչ ոք չոր չի մնա։ Ինչա լինելու հուլիսի 12-ին, ասելու են, որ Կիևյանի մոստը եւս 6 ամսով է փակելնելու ու բոլորը թրջելու են տակը։ Ինչի է ստենց զլոյ պատկերացնում Ավինյանին, նա ինչ հավես մուլտիկի հերոս, ոնց որ Pixar-ից դուրս է կացելնի։ Pixar-ի մուլտից, բայց չարագործը։ Արա դեմ Իվարկյան սպասել, հեսա կոստյումը հանում է երեխեքի առաջ, լավ չի հնչում, բայց հենց է անում։ Ժամը 13-ից Հանրապետության հրապարակում սկսվում է Վարդավառի քաղաքային տոնը՝ լի երաժշտությամբ, լի ջրով եւ ուրախ տրամադրությամբ։ Եկեք ջրվելու, պարելու եւ ուրախանալու միասին քաղաքի ամենաուրախ տոնին։ В общем, ով ուզում է Ավինյանին ջրի, մոտեցեք Հանրապետության հրապարակ։ Աչափնյակի մետրոյին սպասողները, Կիևյան մոստի փակման պատճառով երկար գործի գնացողները, Ծիծեռնակաբերդի խճուղու շինարարությունից դժգոհները բոլորը։ Ավետիսյան փողոցի ասֆալտից դժգոհները։ Արիստեղ հələ արիստեղ։ Չէ։ Արա սպասել է գողը մեծ կալիբր է։ В общем, մնացեք մեզ հետ։ Քչերը գիտեն, բայց գինին, նախքան գինի դառնալը, ապրում է խաղողի վազերի մեջ իր ամբողջ ընտանիքով։ Դուք կարող եք բացահայտել գինու ողջ ճանապարհը խաղողից դեպի գինի ձեր ընկերների եւ բարեկամների հետ միասին Վեդի ալկոյում։ Աշխատեք իհարկե խմող ընկերներ բերել, որովհետև հենց որ տենակ, թե ինչպես է ստեղծում Վեդի ալկոն գինիները, էլ դիմանալ չկա։ Վեդի ալկո, լավագույն ավանդույթները հոգնել չունեն։ Սարգսյան, ինչի ինձ շտաբ կանչեցիր։ Պարոն Մարգարյան, մեր զանգուգինին պատրաստ է։ Նուրբույր հայկական էնդեմիկ խաղողների համ։ Հրաշալի գինի եք ստացել, Սարգսյան, պետք է հպարտանաս։ Բայց կա մի կողմնակի էֆեկտ, որը հաշվի չէինք առել։ You can try now, Jennifer. Ես իմ անուշ Հայաստանի աղևահամ բան եմ սիրուն։ Բա դլնեմ։ Էդի պետք չի գրել։ Չափազանց հայկական գինի է ստացվել։ Կանգնեցնենք արտադրությունը։ Կրկնապատկել, մենք չափազանց հայկականից բացարձակ չենք նեղվում։ Հոփա, ինչ եղավ երկուշիշե։ Դե մեր հին ու բարի հայկական մունաթնելը մի թեթև ներթափանցել։ Այսքան էր այսօր Arm Comedy։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Եվ ընդ որում այդտեղ ուզում եմ այդ նրբությունը նկատի ունենալ, որովհետև այդ թվում խորհրդային միության հանրագիտարաններում, տարբեր հանրագիտարաններում Ադրբեջանի տարածքի չափը փոխվում է։ Ինչ է դա կապված դա։ Կասպից ծովի մակարդակի հետ է կապված, որովհետև հիմա էլ Կասպից ծովը բարձրանում իջնում է եւ բարձրանալ իջնելու հետ կապված Ադրբեջանի տարածքը փոխվում է։ Դու շարունակում ես մտածել, որ կենթանու աղջիկը էք են ասում, հա, էք շուն։ Ես մտածում եմ, որ քաց եղել է ինչ-որ պահի, բայց եղել է որնա, ռուսերենում էլ ատենց, սաբակ էտը, կաբել իլի սուկը, մի քիչ ավելի կոպիտ է, սուչարը։ Խույվորել բառը էֆեկտն է, խույվորել բառը գրական բառ է, բայց ոչ ոք այտենց չի ընկալում։ Հա, բայց դու հանգիստ օգտագործում ես։ Ես հանգիստ օգտագործում։ Հիմա քացը դա տերմին է։ Ասացականացնում ես քացը։ Քացը տերմին է, որ նշանակում է էք կենթանի։ Շունը կարող լինի, շուն ունես։ Չէ։ Ուրեմն նա չունի։
Քացը ոնց որ այն շունն է, որը առողջ դիգուն պիլիսոսը անը, ու դու չես գնացում, նա ծաղիկ չես նվիրում տարվա մեջ։ Այդ քացն է։ Դաժե փոխաբերական իմաստով է սխալ ասում։ Քացը դա Լևինա, Լևի սիրածնա։ Այդ է շունա, որը տապճկեկն է բերել։ Oh God։ Հիմա շատ հարուստ է հենց լեզուն բարեկամներ։ Միացեք մեր Patreon-ին եւ այսուհետ գազի մարդը ձեր տան հաշիվը մի քիչ ավելի քիչ կգրի։